Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների, Թրամփի վարչակազմի օրոք քաղաքական կերպափոխումների և մշտական անկայունության պայմաններում Ապրիլ ֆորում 2025-ը հնարավորություն կտա մտածելու և քննարկելու այս մարտահրավերները և գտնելու դրանց հաղթահարման ուղիները, նշում են կազմակերպիչները։ Լիքը անորոշություն, անկայունություն կա աշխարհիս մեջ, մեր տարածաշրջանին մեջ եւ դարբեր սեսիաներու ընթացքում պիտի փորձենք գտնել ճանապարհը պատասխաններ, որ մենք մեր մեջ ավելի կայունս կանք եւ խաղապարներ ունենանք, թե ինչպես մեր հասարակությունն կարող ենք ավելի կայուն դարձնել։ Երրորդյա համաժողովը կմիավորի քաղաքականություն մշակողներին, դիվանագետներին, բիզնեսի առաջնորդներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ այդ գործընթացներում ներգրավված հայերին, անդրադառնալով մի շարք էական խնդիրների՝ տեխնոլոգիաների եւ ներդրումների խթանումից, էներգետիկ անվտանգության առաջխաղացումից մինչեւ փոփոխվող աշխարհաքաղաքական պայմաններում նավարկելու հնարավորություն եւ քաղաքացիական ներգրավվածության ուժեղացում։ Շատ այս տարի շեշտը դրինք դարբեր երկիրների ուժերի ներկայացուցիչներուն վրա իբրև փորձագետ եւ ուրեմն ունինք սեսիաներ եւ բանախոսներ Ամերիկայից մինչեւ Չինաստան։ Ապրիլ ֆորում 2025-ի բացման ելույթում ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը խոսեց Հայաստանի տեսլականի մասին, թե ինչպես տեխնոլոգիաների եւ նորարար գործընկերությունների միջոցով, ինչպես միջոցառման խորագիրն է, կայունություն գտնել անկայուն աշխարհում։ Խնդրեմ, որպեսզի անգլերեն խոսեմ, գիտեմ, որ զուգահեռ թարգմանություն կա։ Հայաստանում այս պահին արդեն բավական երկար ժամանակ է, ինչ մենք տեխնոլոգիաները համարում ենք առաջնահերթ պետական բոլոր քաղաքականություններում։ Հենց այդ պատճառով մենք ստեղծել ենք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 0-ից։ Սա ի դեպ քաղաքական որոշում էր, չափազանց կարևոր քաղաքական որոշում, որի նպատակն էր եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք ցանկանում ենք լինել տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտ շղթայի մաս։ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնը հիմնադրվել է 2022-ի ամռանը 3 տարվա մեջ արդեն 4-րդ այսօրինակ ֆորումն է կազմակերպում, հնարավորություն տալով շահագրգիռ կողմերին հանդիպելու եւ տարաբնույթ խնդիրների համար լուծումներ առաջարկելու։ Իրականում Ապրին բավականին հետաքրքիր եւ բավականին օգտակար գործունեություն է իրականացնում եւ ամեն անգամ եւ հյուրերը եւ այն մարդիկ, ովքեր վերլուծություններով են հանդես գալիս, ներկայացում են մոտեցումներ, որոնք կարելի է ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար կարևորագույն ուղենիշներ են գծագրում եւ հյուրերի ընտրությունը, հյուրերի ներկայությունը եւ այն, որ նրանք լսում են այնինչ վերլուծում են Հայաստանի քաղաքական վերլուծաբանները, բավականին մոտեցնում են մեզ այն ուղղություններին, որոնցով Հայաստանի իշխանությունները փորձում են իրականացնել դիվերսիֆիկացման նոր քաղաքականություն։ Տարբեր ոլորտների մտքի առաջնորդները հունիսի 11-ից 13-ը կքննարկեն իրագործելի առաջարկներ անկայուն աշխարհում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։